Մամուլում և սոցիալական հարթակներում վերջին օրերին լայնորեն տարածվում է Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցներից մեկի հրապարակումը, որտեղ տեսակետ է արտահայտված, որ մինչև խորհրդարանական ընտրություններ Նիկոլ Փաշինյանը կհասցնի կարգավորել եկեղեցու խնդիրը և Հայաստանում հանրությունը կպաշտպանի խաղաղության օրակարգը։ Մեջբերումը բառացի չէ, փոխանցում ենք ընդհանուր միտքը։ Այս և հայ եկեղեցու մասին Ադրբեջանի մոլլապետ Փաշազադեի հայտարարությունը հիմք ընդունելով հայկական ադրբեջանագիտությունը քարոզչություն է գեներացնում, որ Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջը։ Նույն շրջանակները միաժամանակ պնդում են, որ Ալիևը երբեք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրի և միաժամանակ այնպես են ներկայացնում, որ կաթողիկոսի դեմ արշավի պատճառն այն է, որ նա միջազգային կրոնական խորհրդաժողովում բարձրացրել է Արցախ վերադարձի իրավունքի հարցը։ Ըստ էության սա նշանակում է, որ կաթողիկոսը խաղաղության պայմանագրին դեմ է։ Ուշադրություն, խոսքը մի պայմանագրի մասին է, որ Ալիևը երբեք չի ստորագրելու, այսինքն ինքն էլ է դեմ Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրին։ Տվյալ դեպքում էական չէ, որ կաթողիկոսի և Ալիևի մոտիվացիան տարբեր են, մեկը դեմ է, քանի որ Արցախի հարցն անտեսվում է, մյուսը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի։ Կարևոր է, որ հայկական ադրբեջանագիտությունը փաստում է, որ հայ-ադրբեջանական խաղաղությանը դեմ են և Ադրբեջանի նախագահը և մայրաթոռը։ Եթե Ալիևը խաղաղության պայմանագիր երբեք չի ստորագրելու, ապա ո՞րն է գործընթացը ձախողելու նրա հնարավորությունը։ Տրամաբանական է, որ նա առաջին հերթին շահագրգռված պիտի լինի Հայաստանում ներքաղաքական սրացմամբ, անկառավարելիությամբ և իշխանափոխությամբ։ Այդ դեպքում նա հանգիստ խղճով ԱՄՆ նախագահին կասի. «Տեսնում եք, միստր Թրամփ, հայերը խաղաղություն չեն ուզում, հեղինակազրկեցին ոչ միայն իրենց վարչապետին, այլև ձեզ»։ Իսկ այդ նպատակին հասնելու համար ինչ պիտի անի Ալիևը։ Իհարկե պիտի հրահանգավորի վերաբերյալ որակի քարոզչություն։ Հաշվարկը պարզ և ստանդարտ է։ Եթե ուզում ես վնասել, գովիր հակառակորդիդ։ Հայկական ադրբեջանագիտությունը ցավոք ընդունել է Ալիևի թելադրած խաղի կանոնները։ Նախ Ադրբեջանի նախագահին վերագրում է տարածաշրջանում միակ տղամարդու կերպար, ապա հնարավորինս բողոքում հանրային զգացմունքայնություն, ձևավորում աուրա, որտեղ կաթողիկոսը և նրա հավատարիմ եպիսկոպոսները համարյա թե ներսես աշտարակեցի կամ խրիմյան հայրիկ են, իսկ իշխանությունները և մյուս հոգևորականները թրահաճո դավաճաններ։ Իսկ իրականում որը պիտի լիներ հայկական ադրբեջանագիտության առաջնահերթություն, պիտի լիներ հակառակորդ կողմում ներքաղաքական լարվածության հրահրումը, տեղեկատվաքարոզչական ազդեցության ծավալումը։ Ցավոք մենք չենք տեսնում Ադրբեջանի ներքաղաքական կյանքի որևէ վերլուծություն անգամ։ Բավական է մեկ օրինակ բերել. ինչու Արցախի և հարակից օկուպացված տարածքներում մզկիթների հիմնարկեքի կամ բացման արարողություններին Ադրբեջանի մոլլապետ Փաշազադեն Ալիևի կողքին չէ։ Եվ երբ մոլլապետը խոսում է հայ եկեղեցու մասին, նրան պետք է խորհուրդ տալ, որ նախ իր հեղինակության համար մտահոգվի և փորձի պարզել, թե ինչու անցյալ տարվա Միլի Մեջլիսի ընտրություններին իր եղբորն արգելեցին թեկնածու առաջադրվել։ Բաքվի իշխանական լրատվամիջոցները հաստատել են ավելի վաղ Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության հայտնած տեղեկությունը, որ ձերբակալվել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության վարչության նախագահ Ալի Քերիմլին։ Hacking.az-ը հղում անելով իրավապահ համակարգի աղբյուրներին տեղեկացրել է, որ Քերիմլին ձերբակալվել է պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, նրա բնակարանում խուզարկություն է իրականացվել։ Ըստ այդմ Քերիմլին ձերբակալվել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործի վարույթի շրջանակներում։ Ռամիզ Մեհդիևը մեղադրվում է պետական հեղաշրջման և իշխանության յուրացման փորձի, ինչպես նաև պետական դավաճանության մեջ։ Պատկան մարմինները Մեհդիևի գործով որևէ տեղեկություն դեռևս չեն տարածել։ Մամուլի հրապարակումներից դատելով նա Ադրբեջանում սահմանադրական կարգը փոխելու իր գլխավորությամբ պետական խորհուրդ ստեղծելու առաջարկով նամակ է հղել Մոսկվա։ Այդ մասին մանրամասնություններ հայտնի չեն։ Եթե Քերիմլին ձերբակալվել է այդ գործով քրեական վարույթի շրջանակներում, ուրեմն նա կասկածվում է պետական հեղաշրջման փորձին մասնակցության մեջ։
Ալի Քերիմլին Աբուլ Ֆազ Էլ-Չիբեի նախագահության շրջանում զբաղեցրել է պետական քարտուղարի պաշտոնը, իսկ նրա մահվանից հետո գլխավորում է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունը, որն ի սկզբանե ձևավորվել է որպես համազգային շարժում։ Բաց աղբյուրներում բազմաթիվ տեղեկություններ կան, որ ԱԺՃ-ն ստեղծվել է Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոյի հովանու ներքո, իսկ գաղափարի հեղինակը Եվգենի Պրիմակովն է։ Ադրբեջանի ժողովրդական ճակատը 1992 թվականի մարտին նախաձեռնել և պետական հեղաշրջում է իրականացրել Գերագույն խորհրդի նստաշրջանում պաշտոնանկելով նախագահ Մութալիբովին։ Նույն տարվա հունիսին արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է Աբուլ Ֆազ Էլ-Չիբեյը, նախապես խոստանալով, որ մեկ տարի հետո հրաժարական կտա, որպեսզի երկրի առաջնորդի պաշտոնն անցնի ամենաարժանավորին՝ Հեյդար Ալիևին։ Այս վկայության հեղինակը Հեյդար Ալիևի օրոք պետական քարտուղարի պաշտոն ստացած Լալա Շևքեթ Հաջիևան է։ Իշխանությունն Էլ-Չիբեյից Հեյդար Ալիևին փոխանցելու գործընթացում կարևոր դերակատարություն է ունեցել Ռամիզ Մեհդիևը։ Իշխանափոխության մանրամասնություններին քաջատեղյակ են Մուսավաթ և Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունների առաջնորդ Իսա Գամբարը և Ալի Քերիմլին։ Ռամիզ Մեհդիևին մեղադրելով պետական հեղաշրջման փորձի և հայրենիքին դավաճանության մեջ Իլհամ Ալիևը քաղաքական միջավայրից հեռացնում է Հեյդար Ալիևի անձի պաշտամունքը։ Ալի Քերիմլիի ձերբակալությունը նույն տրամաբանության մեջ է։ 1993 և 2003 թվականներին Ադրբեջանում տեղի է ունեցել փաստացի իշխանության յուրացում։ Առաջին դեպքում այն ներքին խարդավանքների արդյունքում անցել է Հեյդար Ալիևին, երկրորդում Իլհամ Ալիևին։ Ուշագրավ է, որ հաղթանակի զորահանդեսի ելույթում Իլհամ Ալիևը չի խոսել Ադրբեջանը կործանումից փրկելու Հեյդար Ալիևի ազգանվեր գործունեությունից։ 44-օրյա պատերազմն իրավիճակ է փոխել։ Իլհամ Ալիևը հաղթած գերագույն գլխավոր հրամանատարի կերպարը հանրությանը ներշնչելու և աշխարհում լեգիտիմացնելու խնդիր ունի։ Հեյդար Ալիևի ուրվականը խանգարում է, բայց խնդիր է, թե այդ ուրվականը նրան թույլ կտա տապալել իրեն։ Կենտրոնական Ասիայում միասնական անվտանգային համակարգ ձևավորելու մասին Վլադիմիր Պուտինի հայտարարությունը խորքային առումով նաև թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության դեմ է։ Իսկ դա չափազանց բարդ խաղ է, որպեսզի Իլհամ Ալիևը չանհանգստանա։